Հարգելի գործընկերներ, ես ճիշտն ասած այս նախագծի հետ առնչվելիս մտածում էի, թե երբեմն ինչքան դժվար է, որ մենք ձևակերպենք եւ բարձրաձայնենք, ոչ թե բարձրաձայնենք, այլ որոշման աստիճանի հասցնենք այն, ինչ մտածում ենք, ընդ որում մտածում ենք երկար ժամանակ։ Այսինքն բաներ կա, որ մենք մտածում ենք, ընդ որում լինելով բարձրաստիճան պաշտոնյա, նախարար, կառավարության ղեկավար եւ այլն, բայց այդ մեր մտածածը չի ստացվում բարձրաձայնել։ Օրինակ, այս թեման ես երբեք չեմ հասկացել եւ մի քանի անգամ փորձել եմ ավելի լավ հասկանալ, թե ինչի 36 տարեկանին չի կարելի ոստիկանությունում ծառայության մտնել։ Եվ այս թեման ես նոր որ դուք զեկուցում եք եւ այս նախագիծը եւ ես ինձ ասում եմ, բայց արդեն 7 տարի ես այդ մասին մտածում եմ ու քննարկում ենք, ինչի է, այս որոշումը ինչի է այսքան ձգվում։ Եվ բարեկային ոստիկանության հիմնադրման ընթացքում մանավանդ, չգիտեմ ինչի կանած դեպքում այդ հարցը տենց սրվեց, նաև հասակի բոյի խնդիրը առաջացավ, հիմա դա հանել ենք, հույս ունեմ, թե դե չենք հանել։ Հիմա օրինակ տեսեք ես ինչ եմ մտածում, մենք եկանք ասցին գիտեք ինչ, եթե դուք այսքան հասակ ունեք, ձեզ կարող ենք բարեկային ոստիկանությունում աշխատանքի ընդունել, եթե այս հասակի ցածրը մենք չենք ընդունում։ Ու ես այդտեղ շատ մեծ դիսոնանս եմ տեսնում, որը ընդհանրապես մեր ինստիտուցիոնալ կամ ոչ միայն ինստիտուցիոնալ խնդիրը բացահայտում է։ Այդ մարդը ծնվել է այդքան, հասկանում եք։ Այդ մարդը այդքան է։ Այդ մարդը չի կարող անենց ինքը եթե 1.35 է իր բոյը կամ 1.40 է, չի կարող այդ մարդը ոչ մի օբյեկտիվ բան անի, որ իր բոյը դառնա 1.57։ Բայց մյուս կողմից, եթե ասենք օրինակ մենք տեսնում ենք զինվորական ծառայության մեջ գտնվող մարդիկ, ովքեր քաշի ստանդարտները անգամներով բան են անում, գերազանցում են, մենք իրան բան չենք ասում։ Մարդը հիմա բնություն իրան տենց է ստեղծել։ 1.49 է այդ մարդու, ասում են քեզ չենք ընդունում աշխատանքի։ Բայց որ մարդը ասենք ենթադրենք 1.53 լինի, ընդ որում չեմ ուզում body shaming-ի մասին չի խոսքը, բայց ես կարծում եմ, որ այն զինվորական տրամաբանության ծառայության դեպքում մենք կարանք այդ ստանդարտը դնենք։ Խնդրում եմ ճիշտ հասկանանք, որովհետև ես ինքս էլ ավելորդ քաշով տառապող եւ ինչպես շատերը, բայց զինվորական ծառայության մեջ ասենք մարդը 153 սանտիմետր 177 կիլո, օրինակ, մենք իրան բան չենք ասում։ Բայց որ մարդը 149 սանտիմետր բոյ ունի, դե այդ մարդը ասում է, ինչ անեմ բայս հիմա լավ։ Ինչ անեմ, գնամ որտե գնամ բոյս 2 սանտիմետր երկար է։ Այսինքն ինչ որ մեր այդ մարդու կոնտրոլից դուրս է, մենք ասում ենք, քեզ չենք ընդունում։ Ինչը ցույց է տալիս ինչքանով է ինքը կարգապահ, ինչքանով է իր վրա ի վիճակի աշխատել, դա ասում ենք, հա ոչինչ, նորմալ է։ Սա ֆունդամենտալ բան է, մեր մտածողության ձևերի դեֆորմացիաների մասին է մտածում։ Ես չգիտեմ, եթե այդ բանի բոյի ստանդարտը չենք հանել, պետք է հանենք։ Այսինքն ինչ, որ մարդը ենթադրենք 130 սանտիմետր է բոյը։ Հիմա բնությունը իրան տենց է ստեղծել, ինչ։ Բայց գնա ոստիկանություն, ասեն դե բոյդ կարճ է, գնա դպրոց, ասենք բոյդ կարճ է, գնա ուր գնա, ասեն բոյդ կարճ է։ Բայց ինչ անի այդ մարդը լավ։ Այսինքն չենք հարցնում, դուք ի վիճակի ես այդ աշխատանքի համար անհրաժեշտ IQ ունես, թե չունես, եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ այս տրամաբանություն, բայց խնդրեմն այդ չի, խնդրեմն այն է, որ 7 տարի է մենք սրա մասին մտածում ենք ու երբեմն վախենում ենք բարձրաձայնենք, դե որ ասում ենք դե լավ, դե 70 տարի է, 35 տարեկանն է, էլի, բայց արժի որ այդ բանը փոխել ու դրա համար ես չգիտեմ ոնց է աշխատում, ոնց ենք անում ու իմ եզրակացությունն է նա, որ ուղղակի որ այս կետին հասել ենք, դրա պատճառը հետևողականությունն է, որ մի անգամ չենք խոսել փակել,
այլ էլի առիթ օգտագործել ենք, խոսել ենք, էլի օգտագործել խոսել ենք, էլի օգտագործել խոսել ենք։ Եթե օրինակ նույն տրամ ես շատ ուրախ եմ, նույնիսկ չեմ այնքան ուրախ եմ, չեք պատկերացնի։ Նույնիսկ չեմ հավատում, որ սա հնարավոր է։ Թվում է թե պարզ բան է, որ մենք ասել ենք լավ, եթե մարդը 57 տարեկան է, ֆիզիկական վիճակը նորմալ է, աշխատանքային վիճակը նորմալ է, այսինքն այո, ինքը կարա գնա համայնքային ոստիկանությունում աշխատի կամ ցանկացած տեղ, որովհետև մենք բոյը ինչ կապ ունի, կարևոր է ինքը ինչքան է վազում, ինչքան է դիպուկ կրակում, ինչ IQ ունի, ինչ գրագիտություն ունի, ինչ բարեվարքություն ունի, հասկանում եք, որը մարդուց է կախված։ Եվ այս գործելակերպը այսինքն շղթայական, սենց ամեն ինչ ծռելով, որ ստարտի կետը ծուռա դրած, մնացած ամեն ինչը ծռվում գնում է։ Եվ հետևաբար ես ուզում եմ իմ անհավանական գոհունակությունը արտահայտեմ, որ մենք եկել հասել ենք այս կետին, որ մենք ասում ենք ոստիկանությունում աշխատանքի անցնելու համար տարիքը էական չի, այսինքն հանում ենք, չէ՞, ընդհանրապես տարիք։ Բայց ուզում եմ անկեղծ ասեմ, որ լավ 6 տարի այս թեման ես պարբերաբար մեր գործընկերների հետ անընդհատ քննարկել եմ, սենց նայել ենք ու ուրախ եմ, որ եկել այս կետին ենք հասել։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։